Երկիրը պղտորվել է։ Չգիտեմ, հուզվում եմ խոսալուց, չգիտեմ։ Սովորական օր է Սարդարապատում։ Հայաստանի 3-րդ հանրապետության պատմության ընթացքում առաջին անգամ է, որ Հայաստանի իշխանությունը մայիսի 28-ին չի այցելում Սարդարապատի հուշահամալիր։ Պետական որևէ միջոցառում չկա։ Որեսի ամը եկել եմ ստե այսօր սիրտս ցավում է, որ սենց դատար կա, պիտի զուռնա հոլը հնչեր ստեղ։ Այն մի կողմը Փահլևանը, ես հիշում եմ, ստեղ խորովածանոց, երեխեքը, ամբողջ Հայաստանը լցվում էր ստեղ։ Սենց բան չէի տեսել, սակավ են լռել, որ չկա, թե պատճառը ինչա չհասկացա։ Զորահանդեսն է հավանաբար հանրապետության հրապարակի, որ այս պահին ընթանում էր։ Այսօրվա օրը շնորհանդեսը ստե բդելի։ Միայն մի քանի ծաղկեպսակ Սարդարապատ ուղարկելով է սահմանափակվել Փաշինյանի իշխանությունը։ Մարդիկ հիշում են ինչպես էին Հայաստանի նախկին ղեկավարների կառավարման շրջաններում տոնում առաջին հանրապետության օրը։ Սարդարապատը պիտի մի լիքը լիներ, ժողովուրդը պիտի շատ լիներ, բայց ավաղ որ չկան։ Ես միշտ ամեն տարի էլ ամսի 28-ին ստեղ եմ եղել։ Այս ժամանակ այսենց երկու կողմը սաղ սեղաններ են դրվում, նախագահները գալիս են գնում, խոնարհվում էին, գալիս են դուրս են գալի։ Ես 11 հատ պապ եմ ունեցել, 11-ից մեկն անդից փախ է եկել։ Հիմինքը ուրանում անդե։ Դա սխալ է։ Ինչու է իր կառավարման 8 տարիների ընթացքում առաջին անգամ Փաշինյանը զորահանդես անում, երբ հանձնված է Արցախը։ Հազարավոր զոհեր ունենք, օկուպացված են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները։ Բաքվի բանտերում դեռ խոշտանգվում են մեր հայրենակիցները։ Ինչի վեր են զարմանանք, որ ինչի։ Էտա ոնց ուզում են, տենց էլ կառավարում են։ Հնարավոր է Հայաստանի վարչապետը փոխել է մայիսի 28-ը տոնելու հասցեն ու ձևը, որ հուշահամալիր գալով չվիրավորի Էրդողանին։ Մեզ էլ փորձում է մոռանալ տալ թուրքերի դեմ 1918-ի հերոսամարտերը Սարդարապատում, Ղարաքիլիսայում, Բաշապարանում։ Ենթադրում են մարդիկ։ Իմ պատկերացումով երևի չեն ուզում ավելորդ հրահրել։ Հարկավոր է անընդհատ հրահրել հենց այդ, հիշեցնել, որ մենք պարկ ունենք ստանալիք մեր զոհված 1,5 միլիոն մարդկանց եւ խեղվաշակատագրերի եւ ունեցվածքի, ինչու՞ չէ նաեւ դրամական պահանջներ ունենք, հողային պահանջներ ունենք։ 1918-ի հերոսական պայքարի զոհերի հոգիների հանգստության համար է աղոթում Գարեգին II-ը։ Գթա քարարչական սիրովտի հոգի սանգուցյալ ծառայից կոց։ Լրագրողների ոչ մի հարցի չի պատասխանում։ Օրվա ուղերձում ամենայն հայոց կաթողիկոսը միասնության ու միասնաբար պետությունն ու համայն հայությանը ծաղկեցնելու կոչ է արել։ Ընթացից մայիսյան հերոսամարտից իփարապանց ճակատամարտս Սարդարապատի Պետության լավագույն օրերն առջևում են, հայրենակիցներին շնորհավորելով գրել է Արցախի առաջին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Սարդարապատում մեր ազգը ապացուցեց, որ ունակ է ծանր ժամանակներում համախմբվել եւ փրկել պետությունը։ Ըստ Քոչարյանի դա արվեց ռազմական հերոսությունների ու խիզախության շնորհիվ։ Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի համոզմամբ հանրապետության հրապարակում զորահանդեսը անբարո քաղաքական հնարք է։ Առաջիկա ընտրություններից առաջ քողարկելու պատերազմի աղետալի հետևանքները, բանակի ներկայիս անմխիթար վիճակը։ Մի բան ակնհայտ է ընդդիմադիրների համար, որ ոչ մի կերպ Փաշինյանը չի կարող քողարկել Ալիևի ամեն օր ավելի ահագնացող պահանջը ու չի կարող համոզել ժողովրդին, որ 300,000 ադրբեջանցիներ չեն գալու մեր երկիր։ Փորձում է հերկել, փորձում է թաքցնել այդ փաստը, այն փաստը, որ նա նախապայմաններ է ստեղծում, որպեսզի հարևան երկրի քաղաքացիները հնարավորություն ունենան այստեղ տեղափոխվելու։ Իրավական հնարավորություններ ունենան նաև Հայաստանում գույք ձեռք բերելու։ Ես ձեզ վստահեցնում եմ, եթե այս վարչախումբը, այս իշխանությունը մնա, դուք շատ արագ կտեսնեք, թե ինչպես է նրանք փորձելու ժողովրդի կարծիքը փոխել, որ թույլ տալ այդ մարդիկ գան Հայաստան։ Ինչի համար է ուրախանում Նիկոլ Փաշինյանը, երբ այսօր Շուշիում է Ադրբեջանի նախագահը, զարմանում են Սարդարապատում։ Գանե Մովսիսյան, Էդգար Ղուզչյան, Հերիկ Համազասպյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։